Ժորժան բարև ձեզ, քաղաքականությունը մեր երկրում վերածվել է մի ոլորտի, որտեղ որ ամեն ինչ կա, բոլորը կան, բացի ժողովրդից, հա։ Իրականում քաղաքականությունը պետք է լինի մարդու համար եւ մարդու մասին։ Եվ ես, ինչպես որ տեսնում եմ, մեր երկրում քաղաքականությունը օգտագործվում է որպես գործիք, պահելու այս կամ այն նեղ էլիտար խմբերի շահերը, պահելու այս կամ այն մարդկանց գումարները եւ այլն եւ այլն։ Այսինքն քաղաքականությունը որպես այդպիսին չի ծառայում ժողովրդին, հա։ Քաղաքականությունը ինչի մասին պետք է լինի։ Պետք է լինի մարդկանց առօրյա խնդիրների, ժողովրդի իրական այն հոգսերի, որոնք որ առօրյա ամեն օր ժողովուրդը դրա հետ բախվում է։ Պետք է լինի մի խոսքով ժողովրդի մատից փուշ հանելու գործիք եւ քաղաքական գործիչները պետք է ծառայեն ժողովրդի շահերին եւ այդ օրակարգը, հա, բարձրաձայնել, իրական ժողովրդական օրակարգ, բայց մենք ունենք լրիվ հակառակը։ Ազգային ժողով, որտեղ 4 տարի ընդդիմությունը եւ իշխանությունը պարզում են անձնական նեղ շահերը, իրար վիրավորում են, իրար հայոյում են, իրար վրա շիշ են շպրտում եւ անգամ չտեսա մի անգամ, որ իշխանությունը եւ ընդդիմությունը քննարկում են այն ռեալ խնդիրները, որոնք որ կա մեր երկրում։ Ժողովուրդը միացնում է հեռուստացույցը, նայում է ազգային ժողովի նիստերը եւ ասում է լավ, սա ինչի մասին է։ Ես այստեղ այս ամենի մեջ որտեղ եմ որպես քաղաքացի, իմ խնդիրները որտեղ են եւ առհասարակ մեր երկրի խնդիրները որտեղ են, ազգային ժողովում քննարկվում են լրիվ զուգահեռ աշխարհից ինչ որ հարցեր։ Դուք նրանք ասում են կապիտուլյանտ եք, իշխանությունը ասում է դուք թալանչի եք ընդդիմությանը եւ վերջ, եւ այդքանով ավարտվում ամեն ինչ։ Այն որ բարձր տոկոսադրույքներով ժողովրդին վաշխառու կազմակերպությունները ֆինանսական թալանում են այդ հեչ։ Այն որ թոշակները այնքան է, որ մարդիկ չեն կարողանում այդ թոշակով ապրել, դա հեչ։ Այն որ նպաստներից մարդկանց անարդար կերպով կտրում են, դա հեչ։ Այն որ առողջապահության ոլորտը գտնվում է շատ վատ վիճակում, մարզերում, գյուղական համայնքներում չկան բուժ հաստատություններ, մարդուն փողով շտապօգնությունը Երևանից գնում է մարզ ու բերում է կիլոմետրը 1000 դրամով, դա հեչ։ Այն որ մարդը սրտի ստենտավորման գումար չունի կամ այլ բժշկական ծառայությունների գումար չունի, հայտնվում է ուղակի հիվանդանոցի դռների առաջ անգամ ներս չեն թողում, դա հեչ։ Այն որ զինվորականները օր ու գիշեր ծառայում են, բայց շատ զինվորականներ, ովքեր որ այդ ատեստավորումն են մտցրել, այդ ատեստավորումը չեն անցել, նրանք առհասարակ այդ մարդիկ չեն կարողանում ապրել, ստանում են շատ ցածր եկամուտ, դա հեչ։ Որ մեկը ասեմ, Ժորժ ջան, ամենուրեք խնդիրները, ամենուրեք, մենք բոլորս գիտենք խնդիրների մասին, հա, այն որ գյուղացին, գյուղական բնակավայրում ապրող մեր հայրենակիցը այլևս չի կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվի, որովհետև ձեռք չի տալիս, դա հեչ։ Այն որ սպառողական վարկերը, գյուղատնտեսական վարկերը եւ այլն բարձր տոկոսադրույքներով են եւ ամենուրեք գնաճ թանկացումներ ու մարդը իսկապես չի կարողանում պահել ինքը իր ընտանիքը եւ ստիպված լքում է գյուղը եւ գնում է երկրից դուրս, որպեսզի կարողանա իր ընտանիքը պահել, իր հայրենիքից հրաժարվում է կամ գալիս է Երևան եւ մարզերը դատարկվում են, դա հեչ։ Որ մեկ ասեմ, Ժորժ ջան, ինչն է քննարկվում քաղաքականության մեջ, ինչն է քննարկվում ազգային ժողովում, ոչ մի բան է։ Եվ արդյունքում մարդիկ ուղղակի հիասթափված են, հիասթափության մեջ են եւ բոլոր սոցիոլոգիական հարցումներով 60%-ից ավել մարդիկ առհասարակ չեն էլ հետաքրքրվում քաղաքականությամբ կամ եթե հետաքրքրվում են, որևէ մեկին չեն աջակցում, որևէ մեկին չեն հավատում։ Եվ դա ում է ձեռք տալիս, ձեռ է տալիս Ժորժ ջան, հիմնական դերակատարներին քաղաքական դաշտի։ Այսինքն ձեռք է տալիս ընդդիմությանը եւ ձեռք է տալիս իշխանությանը, ավանդական ընդդիմությանը եւ իշխանությանը օրվա։ Ինչու՞, որովհետեւ եթե 60%-ից ավելը չի հետաքրքրվում, իրանց էլեկտորատները, հա, այսպես ասենք, ընտրողների հիմնական բանը պահպանվում, հա, քանակը եւ ընտրողները հիմնական գնալու են սատարելու են ադմինիստրատիվ իրանց ռեսուրսը, հա, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ իշխանությունն էլ ունի ադմինիստրատիվ ռեսուրս, որոշակի առումով նաեւ ունի ավանդական ընդդիմությունը եւ այս առումով որովե նոր ուժ չի կարող առաջանալ, հա, այսինքն երրորդ ուժ կոչվածը, որը որ կապ չունի ոչ այսօրվա ընդդիմության պարլամենտական ոչ իշխանությանը չի կարող առաջանալ, որովհետև 60%-ից ավելի հիասթափված է ու անընդհատ այդ հիասթափության մեջ ձգտում են պահել։ Դրա համար է իրական խնդիրներ չեն քննարկվում, դրա համար է իրական խնդիրները չեն լուծվում
Դրա համար քննարկում են ինչ-որ զուգահեռ իրականությունից խնդիրներ, որոնք առհասարակ առօրյա մարդ մտածում է իմ հետ ինչ կապ ունի, ես չգիտեմ, եւ դրա արդյունքում ի՞նչ է տեղի ունենում, Ժորժ ջան, դրա արդյունքում մարդիկ հիասթափված են, մարդիկ ասում են, դե լավ, ինձնից ինչ է կախված, ինձից ոչ մի բան կախված չի, ու անընդհատ դա նպաստում են, որ այդ գաղափարը, այդ միտքը լինի մարդու մեջ, հա, որ ես որևէ բանի վրա ունակ չեմ ազդելու։ Իսկ ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, որը կապ չունի ոչ այսօրվա ընդդիմության, ոչ այսօրվա իշխանության հետ, ձգտում եմ, որպեսզի մեր երկրում 60%-ից ավել մարդիկ, ովքեր որ հիասթափված են եւ չեն հետաքրքրվում եւ չեն աջակցում որևէ մեկին, հավատան իրենց ուժերին, հավատան, որ այո, մեկ մարդը շատ բան կարող է փոխել։ Եթե այդ մեկ մարդը մտածի, յուրաքանչյուրս մտածենք, որ կարող ենք ազդել եւ փոխել, մենք կլինենք շատ։ Ու մենք շատ ենք, մենք մենակ չենք, մենք շատ ենք, Ժորժ ջան, ու մենք ճիշտ ենք։ Սա է ամենակարևորը։ Մենք պետք է բոլորս հավատանք նրան, որ մենք ունենք եւ ունակ ենք փոփոխություններ անել։ Իսկ մենք ունակ ենք, որտեղ եթե մենք պահանջատեր կերպով կանգնենք, եթե մենք պահանջատեր կերպով ասենք, այո, թոշակը պետք է բարձրանա եւ կառավարություն, դու դա պետք է անես։ Նպաստներից զրկված անարդար զրկված մարդիկ պետք է վերականգնվի իրաց նպաստները ու ավելանա այդ նպաստները։ Ինչու՞, որովհետև Ժորժ ջան, անընդհատ գնաճ է տեղի ունենում։ Եթե անընդհատ գնաճ է տեղի ունենում, ամեն ամսյա ռեժիմով անընդհատ գնաճ է տեղի ունենում, բարձր թանկացումները շատ բարձր բանով է լինում, տեմպերով է լինում։ Բա մարդը ո՞նց գոյատևի նույն եկամուտով։ Դա անհնար է։ Որևէ մեկը սրա մասին չի խոսում։ Որևէ մեկը չի ասում, որ գիտեք, մարդը ո՞նց ապրի Հայաստանում, անգամ գոյատևել չի կարող։ Հիմա դե գնա թոշակառու 36,000 դրամով գոյատևի։ Ո՞նց ես գոյատևելու։ Կոմունալներ, հաց, ուտելիք, չեմ ասում մնացած ուրիշ բաները, դեղորայք, որ այդ տարիքի մարդիկ արդեն ունեն առողջական խնդիրներ։ Ինչպես դա անել։ Ես ուզում եմ, որ մենք հավատանք մեր ուժերին։ Այո, մենք շատ բան կարանք փոխենք, այո, շատերին դա ձեռք չի տալիս, որ մենք հավատանք մեր ուժերին, բայց Ժորժ ջան, պատրաստվեք, որ մենք պետքա պայքարենք, որ մենք պետքա միասնական լինենք, որ մենք պետքա պահանջատեր լինենք։ Այո, պետքա թոշակները բարձրանա, նպաստները բարձրանա, վարկային տոկոսադրույքները նվազի։ Առողջապահության ոլորտում լինեն բարեփոխումներ։ Այդ շտապօգնությունը, որ գալիս է Երևանից մարդ ստանում է 1000 դրամը, կիլոմետրը 1000 դրամ, դա պետքա վերանա։ Եվ շատ այլ հարցեր։ Հաշվանդամության անարդար կերպով հաշվանդամության կարգերից զրկված մարդկանց կարգերը պետքա վերականգնվի, այդ նպաստները պետքա վերականգնվի։ Շաքարով երեխաներին, որ զրկում են կարգից ֆունկցիոնալության պատճառով կամ չգիտեմ ինչ սկզբունք են մտածել ու տենց բան են անում, պետքա դա լուծվի արդար կերպով այդ հարցը։ Ու մնացած բոլոր հիվանդություն ունեցող մարդիկ պետպատվերների հարցերը պետքա ավելի հստակ լինի, ավելի բան չլինի, որ մարդ գնում է հիվանդանոց, ասում է պետպատվերը այլևս չկա, վերջացել է, զանգում եմ առողջապահության նախարարություն, ասում են տես բան չի կարող լինի, պետպատվերը չի ավարտվել եւ չի կարող ավարտվել, լիմիտ չունի։ Սենց բան պետքա չլինի։ Այսինքն մենք պետքա լինենք պահանջատեր քաղաքացի, պահանջատեր հասարակություն։ Դրանից հետո, Ժորժ ջան, դրանից հետո նոր ամեն ինչ կփոխվի դեպի լավը։ Ու մենք այդ փոփոխությունները կարող ենք բերել։ Կապ չունի օրվա իշխանությունը, հավատացեք, եթե հասարակությունը պահանջատեր չի, ով ուզում է լինի օրվա իշխանություն, չի անելու դրական փոփոխություններ, չի վախենալու հասարակությունից։ Այդ պաշտոնյաներն են ծառայում, Ժորժ ջան, ժողովրդին, ոչ թե ժողովուրդն է ծառայում պաշտոնյաներին, հասկանում եք։ Այսինքն մենք կարող ենք, մենք ուժեղ ենք, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, հիշեք դա, Ժորժ ջան, պատրաստվեք պայքարը։ Ու ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ասում եմ հետեւյալը, որ մարդիկ գնում ու գալիս են, իշխանությունները գնում ու գալիս են ու որևէ իշխանություն չի կատարելու իր խոստումները, եթե մենք չլինենք պահանջատեր հասարակություն, ու եթե մենք պահանջատեր չլինենք այնպես, որ իշխանությունը հաշվետու լինի ժողովրդին, ու իշխանությունը օր ու գիշեր մտածի ինչպես անի, որ դրական փոփոխություններ բերի, որովհետև կվախենա ժողովրդից, որովհետև կվախենա իր պաշտոնի համար, որովհետև կիմանա, որ եթե չի կատարում իր խոստումը, չի անում դրական փոփոխություններ, չի մնալու իշխանության, այս է ամենակարևորն է։ Ժորժ ջան, խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմեջին ու իմացեք միշտ, որ եթե մենք համակերպվում ենք անարդարության հետ, ապա որևէ բան չի կարող փոխվել։ Մենք չպետք է համակերպվենք անարդարության հետ, որովհետև եթե մենք միասին պահանջատեր լինենք, արդարությունը անպայման վերականգնվելու է, անգամ մի րոպե չկասկածեք։